Վարշավայում լեհական հեռուստաալիքի հետ հարցազրույցում արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ ադրբեջանական կողմն առաջ է քաշում որոշակի նախապայմաններ, իսկ Հայաստանը չի կիսում այդ օրակարգը։ Ըստ նրա, խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման արարողությունից առաջ կան գործընթացներ։ Մեջբերեմ, օրինակ, մենք քննարկել ենք միմյանց նկատմամբ ավելի հանդուրժող լինելու հնարավորությունը կամ նույնիսկ ավելին միջազգային հարթակներում գործակցության հեռանկարները, ասել է նա։ Մեկնաբանելով Սյունիքով անցնելիք Թրամփի ուղին, նա հայտնել է, որ Հայաստանը և Միացյալ Նահանգները պատրաստվում են ստեղծել կոնսորցիում ընկերություն, որը կլինի երկաթուղային անցուղու շինարարն ու հիմնական օպերատորը։ Կոնսորցիումն իր հերթին կարող է ներգրավվել երրորդ ընկերության այս կամ այն աշխատանքը կատարելու համար, կառուցել և շահագործել խողովակաշարեր, էլեկտրահաղորդման գծեր և այլն։ Ըստ նրա, Բաքվի հետ բոլոր պայմանավորվածությունները փոխադարձ են լինելու։ Հայաստանն էլ ուզում է օգտագործել Նախիջևանի տարածքը Հայաստանի հյուսիսն ու հարավը երկաթուղով իրար կապելու համար։ Միրզոյանը նշել է, որ Միացյալ Նահանգներից ժամանած պատվիրակության հետ համաձայնեցնում են անցուղու և ընկերության տեխնիկական մանրամասները առաջիկա ամիսներին ավարտին կհասնի այդ գործընթացը, ինչից հետո կմեկնարկի շինարարությունը, որն արագ ավարտելու հարցում Հայաստանը շահագրգռված է։